սկզբից ռեպ էի լսում, հետո մի շարք խմբերի շնորհիվ Linkin Park եւ Limp Bizkit սկսեցի ռոքին էլ ուշադրություն դարձնել։ Հիմա խառն է, էլի ալտերնատիվ։ Վահանը ռեպի սիրահար է։ Մի քանի տարի է ինչ նա ռեպ է լսում եւ հավատարիմ է մնացել ոչ միայն երաժշտական ճաշակին, այլև ընկերներին, որոնց մեծամասնությունը մեթալիստներ են։ Ոնց կարելի է շուխուրը լսել։ Պատկերացրին ընկերներն են ցնում, որ մեթալ են որ լսում, ես չեմ պատկերացնում, էլ իրանց հետ փորձեցի։ Սենց բաներ էին անում, вообще բան չէի ջոգում, էլի գլուխս ցաված է դրա։ Ուղղակի շուխուր է, ոնց որ ռադիոն միացնես, այն որ ալիք չի բռնում, այդ կարգի մի բան։ Ֆիտյանն էլ է հավատարիմ մնացել իր ընկերներին, բայց ոճը որոշ փոփոխությունների է ենթարկել։ Ռեպը փոխարինել է մեթալով, ինչի հետևանքով ձեռքը թափահարելու փոխարեն արդեն գլուխն է թափահարում։ Նու ռեպը լսում ես անընդհատ, ոնց որ նույն տակտերն է անընդհատ կրկնվում, նույն մուզիկան, ոնց որ անընդհատ գնում, մի տեսակ հոգնում ես, ոնց որ նու նստած եթե լսես, ասենք կարող է դաժե քունդ տանի։ Իսկ եթե ասենք լսում ես մետալ, ընդ լրիվ ուրիշ աշխարհ է, ոնց որ թազա ասենք ոնց որ մեջը ադրենալին է մտնում, սենց ուզում ես վեր կենաս, սենց որ ոգեշնչվում ես, էլի լրիվ սենց մի այլ կարգի ոնց որ էներգիա մեջ է մտնում։ Ասենք ստիլն ես վերցնում, նո եթե դու գիտարն ես դուր հետ գալի, ասենք գիտարի ձևն է սենց պահում, նո ասենք եթե հետո լրիվ մտնում ես ոնց որ դերի մեջ, ասենք սենց պահալին որ գլխով ինչ որ շարժում ա լինում, սենց ասենք այս կարգի սենց ինչ որ մի բան։ Դու չողո պրոստը նա խոսքի մի որ սկսեցին լսել։ Շուխուրը ոնց է։ Նա շուխուրը վեսինի որ լսում ես դու, չէ՞ օրինակ խոսքի։ Вот еще чувствуешь, если это конец, тем более если русский вариант, станешь стараться парты супер. Радио не освещено, радио не эффекта, зато через камеру. Ладно, ты հասկանաս, էլի ես զնիկայես ոչին։ 70-ական թվականներին երաժշտական հիփ-հոփ ոճը նոր զարգացում ապրեց, դարձավ ավելի երիտասարդական, իր մեջ բացառելով ջազային եւ բլյուզային էլեմենտները։ Դա էլ հենց կոչվեց ռեպ։ Ռեպ ոճի մեջ մեծամասամբ ընդգրկված են սևամորթները, իսկ ռոքը համարվում է սպիտակների երաժշտությունը։ Ռոք գիտարիստ Վահագի կարծիքով դա դարձավ կոնֆլիկտի հիմնական պատճառը։ Ռոք երաժիշտները միշտ, այսպես ասած, կոնֆլիկտի մեջ են եղել հենց այդ պատճառով։ Սկզբնական շրջանում ռասիստական բխումից հետագայում արդեն օղակի զուտ դա դառավ սովորություն, որ եթե ռոք ես լսում, չպետք է լսես ռեպ, եթե ռեպ ես լսում, չպետք է լսես ռոք։ Երևանում կոնֆլիկտը դեռ շատ չի ծավալվել։ Ըստ Վահագի դրան խանգարում է նախ, որ Հայաստանում դեռ ձևավորված չեն ռոքեր եւ рэփեր հասկացությունները եւ երկրորդ մենթալիտետը։ Դա արդեն մեր ազգային միախմբված ձևն է, որ այսինքն մարդ երաժշտություն լսելով կամ նախընտրություններով չեն իրար հարգում, ընդունում, այս մտածելակերպով եւ փոխադարձ հարգանքի ձևով։ Այսինքն հայկական մտածելակերպի մեջ երաժշտությունը շատ քիչ դեր է խաղում։ Ընդհանուր առմամբ որ նայում ես ընդհանուր ռոք լսողներին եւ ռեպ լսողներին, ոնց որ թե կա էլի սենց ասեմ կոնֆլիկտը։ Չեն հասկանում ոնց որ իրար չեն ուզում զիջեն, պրոստը պիտի ամեն մեկը իր ճաշակով շարժվի ու չխանգարի մյուսին լսել իր երաժշտությունը։